Իշխանությունն ասում էր, որ եթե իրենք չընտրվեն, պատերազմ կլինի, այսինքն հիմա Փաշինյանի իշխանության պահպանումը դուրս է գալիս Ալիևի սրտով է, կլինի պատերազմ։ Ալիևի համար ինքը նվեր է, թոլացած ղեկավար, թոլացած երկիր։ Ասում է, ժողովրդի բաների վրա ազդում է, էլի, գիտակցության վրա ազդում, ներվերի վրա ազդում, վախը սերմանում։ Պատերազմը եթե լինի, բոլոր դեպքերում կլինի, Աստված որ չլինի։ Այսինքն անձերով պայմանավորված չի։ Իհարկե։ Անձերով պայմանավորված չէ դա։ Երկու կողմն էլ խաղաղություն էին ասում։ Ոչ մեկը չի գնում իշխանության պատերազմի համար, դա մի քիչ աբսուրդ բան է, էլի, աբսուրդ տեսակետ է։ Կուզեն կանեն, կուզեն չեն սարքի պատերազմ։ Պատերազմ ասելով չի։ Պատերազմ կանեմ, այս կանեմ, մենք կանեմ, շատ բան կանես։ Մեր ժողովուրդը հայրենասեր է, խելացի է, ամեն որ ասում լավը մեր ժողովրդի մեջ կա։ Ուղղակի այս պահին, չգիտես ինչի հիասթափված են ամեն ինչից։ Գիտեք ոնց դանակը հասնում է ոսկորին, նոր են մերոնք խելնում ոտքի, հիմա սենց դադար վիճակ է, բայց ինձ թվում է դեռ ոչ։ Բոլորը սպասողական վիճակի մեջ են։ Բոլորս չգիտենք, ես էլ չգիտենք ինչի ենք սպասում։ Բոլորը սպասում ենք, բայց ինչի չգիտեմ։ Իսկ ինչ եմ կարծում խոսքդ կտրեմ հիմա չի լինելու։ Հերիք էր, չէ՞։ Ինչ է համոզված որ կլինի պատերազմ։ Մեր անցած ճանապարհի հիման վրա ես գիտեմ, որ ասելա, բայց հակառակն է միշտ եղել։ Նա փաստորեն վախցնում է։ Եթե դուք ինչ չընտրեք, պատերազմ կլինի։ Բայց եթե ընտրենք, էլի կլինի։ Մարդիկ չեն ուզում իրան, ո՞նց ասենք ձեզ։ Արա սուտ ասեմ, պատերազմը եթե լինի մուք քաղաքանակը դարած, քանի անգամ հարց են տվել Ալիևին հայտնու չես հարդակում եմ, որովհետև ամեն երկու ջոկատ գալիս են կողքուց Ղարաբաղը, թուրք եղել Ղարաբաղ։ Բայց չեմ իմանում, ինչ տարավ, ինչ ով ինչ արդյոք մնացին ով։ Պատերազմը որն է, որ սա Հայաստանը թուրքը։ Սա Հայաստանը թուրքը արդեն։